Ինքը գիժ չի, իր ընտանիքին զանգել է, տեղեկացրել է, որ ես մարդ եմ սպանել, գնացեք, փախեք տնից։ Լսել եմ, որ ինչ-որ տարիներ առաջ կոնֆլիկտ է եղել, թեթև վիճաբանություն ծես կրտուկը։ Ասեմ, որ ԿՊ-ի անդամ է ինքը։ Անցած տարի, որ եկա իզաշտո մարդկանց կպավ, ասաց 5 րոպե հետո ձեզ փագել կտա։ 2 ամիս առաջ Արամուս համայնքում 1 օրում 4 անձի սպանեցին։ Սպանվածի եղբայրը քննիչներին ասել է. «Եթե գնդակահարություն կա, գնդակահարեք։ Նա ինձ ինչ եղբայր։ Ես ինչ կապ ունեմ նրա հետ»։ 2025 թվական հոկտեմբերի 12 Կոտայքի մարզում Թադևոս Հովակիմյանը 1 օրում 4 անձի սպանեց։ Նա գնացել էր Արամուս գյուղի դաշտ ու սպանել Արմենուհի եւ Գագարին Ղազարյաններին։ 61-ամյա Թադևոսը ամուսիններին սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։ Մինչ իրավապահ համակարգը դեպքի վարում գործողություններ էր իրականացրել ու փորձում էր հասկանալ ինչ է եղել, ենթադրյալ հանցագործը նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել էին։ 1 օրում 4 սպանություն։ Աղմկարոտ սպանություններից 2 ամիս անց մեր նկարահանող խումբը Արամուս համայնքում է։ Սպանված Արմենուհի եւ Գագարին Ղազարյանների քույրերը, եղբայրները, հարազատները ոտքի են կանգնել եւ արդարություն են պահանջում։ Սպանվածի հարազատներին տեղեկություններ են հասել, որ 4 մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը, որ արդեն 15 տարի որսորդական միության անդամ է եւ վերջին տարիներին որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Իսկ հիմա հարց. ինչու Արամուսի դաշտում սպանեցին ամուսիններին։ Ինչ տարիներ առաջվա խնդիրներ էին ունեցել հարևանները։ Լսել եմ, որ ինչ-որ տարիներ առաջ կոնֆլիկտ է եղել, թեթև վիճաբանություն ծես կրտուկը։ Դե այս անձնավորությունը իրանց ազգի բարեկամներից մեկի կնոջ նկատմամբ անվայելիչ արտահայտություններ թույլ տվել, թե ծաղաներով հավաքվել էին, տալել են մերկու խփել էին, ծեծել էին, բայց Գագարին հաստատ դրան չի մասնակցել։ Բայց գիտես ինչու այդ մարդը երկար տարիներ պահելով այդ ողը եկավ Գագարինից հանեց, մենք չհասկացանք թե ինչու։ Երևի իրանը ձևի էր հարմար։ Սպանված Գագարին Ղազարյանի քույրերը, խնամիները խիստ ֆրթոված են ու կասկածներ ունեն, թե ինչու կամ ինչպես 4 մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կարող է ճանաչվել անմեղսունակ ու խուսափել պատասխանատվությունից։ Ինչ կապեր նա ունի ԿՊ-ի հետ եւ առհասարակ ովքեր են նրա ԿՊ-ական ընկերները, ինչպես նաեւ Առաջինը ես եմ եղել դեպքի վայրը, ես եմ տեսել, ես եմ զանգել մանկության ընկերներն, դաս ընկերներն, դեպքի մասին որ գնացին։ պատահական աղբերը զանգեց, բա Գագարինից տեղյակեց թե չէ։ Մի քան անգամ զանգելուց հետո ոնց որ մեջս անհանգստություն լեր, դե ուսպե կարել եմ գնացել եմ, եկել եմ տունը, մանա մեկ է յուղով, մանա մեկ է չկա, գնացել եմ դաշտ։ Ну գերանդի մերանդին ընդե տնկացեր, ասի ցծված էր, ասի եթե բեկալ ենք։ Գնացինք ու տեսանք այդ դեպքը կատարված է։ Ես եմ առաջինը զանգել ոստիկանություն եւ այլ հարազատներին ու այդտենց։ Դուք անձամբ տեսաք թե ոնց էին իրենք սպանված վիճակում ընկած դաշտում։ Առաջինը ես եմ տեսել։ Ոնց կլինի 4 մարդու կյանք խլած մարդը որ դառնա անմեղսունակ։ Ասենք ես չեմ կարող հաշտվեմ որ այդ մտքի հետ, որ մեր այսօրվա այդ քննչական կոմիտեին դատախազությունը էս այնա, որ կարան այդ ձևի որոշումներ կայացնեն։ Ինքը Թադևոսի հետ ոչ մի խնդիր չունեցել, 10 տարի առաջ իր լկտիության համար վիճաբանություն գնացել, վերջ, այդ այլ է։ Ուրիշ ոչ մի բան, ոչ մի անգամ չէին բարևում իրեն։ Չէ, ինքը մոր պահող տղա է։ Իրանը որ հիմա տրել է գժի տեղ, ինքը գիժ չի։ Ինքը ամեն ինչ կարանի, հետո գժի թուղթ անի, ինքն չէր գիժ։ Գիժեր ավտո էր վարում, գիժեր տաքսիա քշում, գիժեր որսորդական հրացանավերս է, ամեն ինչի մեջ մտելել է,
Արամուսի բոլոր տվյալները հասցրելա որևէ միտեղ ամբողջ ժողովուրդը թոկանգեն ասեն իրանք բոլոր ում տունը ով է քնում երբ պիտի զարթնեն ինչ պիտի ուտեն ինքը լավ գիտեր բոլորը հասում էր որպես որտեղ որ պետք գնա ինքը գիշ չի ինքը իրան դրել է գժի տեղ մենք ձեզանից խնդրում ենք օրենքին խնդրում ենք ճիշտ դատավարություն անել ինքը պետք է ճաղերի հետևում մնա Իրանը իրավունք չունի ապրելու նախ մահի համար պետք է երանի տա որ մեռնի եւ պիտի մահը գա իրանը որ տանի այդպես տանջվելով պիտի գնա ինքը գիշ չի ինքը իրանը դրել է գժի տեղ կամերաները դներ իր տան վրան ու ուղղեր մեր տան վրան հա գիժը կարում էր այդքան ուղեղն աշխատում էր գժի Գժի տունը էսպեսին ալի գժի տունը ծաղիկները չի չորանում ինչե չի չորանում այդ ծաղիկները մի օր մեր ծաղիկը չենք ջրում թառամում է որ սերունի չի թառամում առաջ ջրելու Ես տեղեկություններ ունեմ, որ անգամ զենքով դպրոց է մտել։ Այո, մտել է, հարցրեք երեխաներին, կլինեն ըստև ինչ-որ մի երեխա, անցած տարի։ Եվ ինչ հետևանք է ունեցել։ Չգիտեմ, երեխեքին հարցրեք, ես այս համայնքի բնակիչ չեմ, ես կողքի գյուղ եմ, հա։ Դիմեք։ Դեպքերում ընթացք ունեցել է, թե չի ունեցել, դա եմ։ Չէ, չի ունեցել, որ ունեցած լիներ, մի օր մի երեխա կասեր, որ իրանը բան են արել։ Որպես գյուղացի չեմ բողոքել, թե վախեցել են։ Գորգով վախեցել են, որովհետև ինքը շատ կապեր ունի տարբեր տեղեր։ Ինքը գիժ չի, իր ընտանիքին զանգել է, տեղեկացրել է, որ ես մարդ եմ սպանել, գնացեք, փախեք տնից։ Տաքսին եկել է, վերցրել է, տարել է։ Գիժը տենց բան է անում։ Դուք հարևանուհին եք։ Հա, ես հարևանուհին եմ, ես մենակ մի բան եմ ասում, որ իմ հարևանները արժանի չէին տենց մահի։ Իրանք արժանի չէին դրան։ Ասեմ որ ԿՊ-ի անդամ է ինքը ԿՊ-ի անդամ։ Անպայման Դուք փաստեր ունեք, որ ինքը ԿՊ-ի անդամ է։ Ինքն է գրել, որ ես գնացել եմ Սարիկ ԿՊ-ի անդամ եմ, գնացել եմ Սարիկ Մինասյանի ընտրությանը, չգիտեմ ինչ, ես ինչ պատգամավորների հետ, ես ինչի հետ, ում հետ, հա։ Նկարներ ունի, իշխանության կարկառուն դեմքերի հետ։ Դուք այդ նկարները կա, ունեք փաստեր, որ կարող եք մեզ ցույց տալ։ Չէ, իր հեռախոսի մեջ էր ինձ ականջը ցույց տվել, շատ մարդիկ են տեսել գյուղում։ Անձամբ ձեզ Թադևոսը, օրինակ ինչ որ քպականների հետ էր նկարները, կհիշեք դեմքերով։ Ինչի՞ չէ։ Ասեք։ Ազգային ժողովի նախագահ է։ Ալեն Սիմոնյանի հետ։ Ընկերս է։ Հա։ Հիմա կարա ցանկացած մարդ մի հատ երգչի, ֆուտբոլիստի, ես իմ նկարվենք մի հատ իրար հետ։ Կարող է ձև նկարված լինի։ Այդպես նաև ներկայացնում։ Հա, միգուցե վախացնելու մարդկանց։ Էդ էլ շատ հնարավոր է, էլի։ Բայց փաստացի այսօր 4 կյանք խլած անձնավորությունը առողջական խնդիրների հիմքով կարող է պատասխանատվությունից խուսափել։ Հեսա խուսափում է, երկու ամիս հետո եթե երկու ամսվա մեջ նորմալ մարդուն հանում են գիշ, երկու ամիս հետո էլ գժանոցից կանեն, կասեն գնա ձեր տունը, տղա ջան։ Գնա ձեր տունը կիսատ գործեր ունես, գնա այդ ցուցակով շարժվի։ Գյուղի բնակիչները մեզ պատմեցին, որ Թադևոսը որևէ մեկի հետ չի շփվել, քանի որ մարդիկ վախեցել են իրավապահների ձեռքը հայտնվել։ Նա մարդկանց մասին տեղեկությունները փոխանցում էր կոնկրետ անձանց ու վախեցնում, թե բոլորիդ փակել կտամ։ Համագյուղացի եմ, ես միանշանակ ինքը կապ ուներ իրավապահների հետ։ Ցանկացած մարդու ասում էր ես կարամ քեզի տանեմ փակել տամ իմ հետ կատարվել է, իմ հետ չէ, իմ ընկերների հետ կատարվել է գործի տեղը անցած տարի, որ եկա նիզաշտո մարդկանց կպավ, սա 5 րոպե հետո ձեզ փակել կտամ։ Չէ, ես խնդրեցի, ասի մի արա իրար հետ աշխատում ենք, բան հարգելով ինձ ձենը կտրես թողից դնեմ։ Այսինքն ողջ գյուղում վախի մթնոլորտ էր ստեղծել ու ապրում էր, դուք այդպես եք կար։ Այո։ Դե չէ նայ, չէ, ես նրա բրեցս գլխից ստեղնել գլուխը կտրակից երես մեջ։ Բայց ինքը այսքան լիլիպուտ բան էր։ Իմ աղբորը չէր կարա իրանը հաղթեր։ Պրոստո ինքը նրան բանետեղ չի դրել, որտեվ ինքը լկտի արարած է։ Ոնց քեզ պատասխանեմ, որ դու հասկանաք քնարի ջան, ինքը ինչ մակարդակի տղա է, դրանք իրավունք չունեն ապրելու։ Դուք հիմա որպես ձեր եղբոր կյանքը խլել է, 2 ամիս անցել ու փաստացի այս իրավիճակն է, դուք տեղեկություններ եք ստացել, անգամ որդին է գնացել, իրավապահներին արդարություն է պահանջել, լավ ինչ է լինելու հետո, ինչ եք անել։ Ես օրենքին խնդրում եմ, Իրանը ճիշտ դատավարություն անեն։ Մեր խնդրանքը է դա, որ մենք հանգստանանք, չէ ուրեմն թշնամություն ուզում են արվելի հրահրեն։ Աղբերը գյուղում ապրում է, ինչ իրավունք ունի ապրելու։ Երբ որ սրա տղեն տեսնում է իմ աղբոր տղեն, որ աղբերն այնտեղ ռեշոտկա է կապում, հողամաս է մշակում, նույն աղբերը չի, նույն արունը, նույն երակով գնում է։
Ինչի համար են թույլ տալիս։ Մենք գնացել ենք բողոքել ենք, ասել ենք աղբորը տղի ցանեք։ Կինը գնացել է, գրողիցոսն է գնացել, քույրիկը գնացել, աղջիկը գնացել, աղբերն իր գործունի գյուղում ապրի։ Մեր նկարահանող խումբը գնաց 4 մարդու սպանության մեջ մեղադրվող Թադևոս Հովակիմյանի տուն, սակայն տան դռները փակ էին։ Կողպված է դուռը։ Որևէ մեկը չի ապրում տանը։ Դուք հսկողություն եք անում, բայց որևէ մեկը չի ապրում տանը ներողություն։ Տանը մարդ չկա առհասարակ։ Բայց դուք այս տանը ծառայություն գոնե իրականացնում եք այդ հարցի կպատասխանեք։ Սպանվածների հարազատների տանն եք ծառայություն իրականացնում։ Եկեք բոլոր հարցերը մեր ոստիկանության հրատուական դիմեք, եւ մենք չենք կարող նման հարցեր։ Նկարահանող խումբը շտապեց 4 քաղաքացու սպանության մեջ մեղադրվող Թադևոս Հովակիմյանի եղբոր Կամո Հովակիմյանի տուն, հասկանալու համար, թե նա առողջական խնդիրներ է ունեցել, ինչի հիմքով նրան փորձում են պատասխանատվությունից ազատել, ու դեռ ավելին, ինչ կապ ունի նա ԿՊ-ի հետ։ Իրան տեխնիկայից, իր բնավորությունից, իր էությունից ես առանձնացված մի մարդ եմ։ Մենք հարավի հյուսիսի տարբերությունը, երկինք եւ երկիր, դա ինչքան է տարբերությունը, այսպես մեր եղբայրների մեջ տարբերությունը կա։ Ինքը մեր տուն էլ չի եկել ընդհանրապես 30-40 տարուց փախել եմ իր մոտից, փոքր երեխուց գրկած։ Ինքը մեր տունը մի անգամ, երկու անգամ այնպես դուրս նա եկել։ Մենք կապ չունենք իր հետ ընդհանրապես։ Եթե ցմահ չտվեցին, ես եմ բողոքելու հլը։ Ես ասել եմ, այսօր մենք ժողովրդի կողմը կողմնացել։ Դժվարների կողքը կան ճիշտ է հիմա ֆիզիկապես իրանց մոտ չի, բայց մենք իրանց հետ համաձայն ենք։ Սա շատ անտանելի դարձավ է, էսի ավոր բաներ։ Այնց չի, որ մենք ասում ենք մերնա, չէ, մերը չի։ Ես ընդհանրապես չեմ էլ ուզում անունը լսեմ։ Ես իսկականից խանգարում եմ, ես դողացնում եմ ներվերս, ես 3-րդ ամիսնա ներվերի համար բուժում եմ։ Այդ դրա արարքներից ինչ ստրես եմ տարել։ Նա ով է նա։ Նա ով է, որի մեր երեխեքին հորողբեր չի եղել, ինձ տեքր չի եղել, աղբեր չի եղել, երբևիցե չի կանգնի թիկունքին։ Աստված իր այդ թող գնա ինչ կդատեն, կազատեն, չեն ազատի, այդ բացառվում է։ Տես նման հանցագործին, որ ազատեն, բնական է սաղ էլ մարդասպան կդառնան։ 4 հոգու կյանք խլողին ազատում են։ Դա ինչ է մարդասպան են դառնալու, օրենքը բռնի դատի իրականում։ Եթե գնդակարուն եք, կասեի գնդակարուն տվեք սա։ Դա իրավունք չունի վերադառնալու ժողովրդի մեջ։ Սա իմ ասածն է, թող իմ աղբերը կոչված է, ինչա թող լսի, որ ես այդ տրամադրությունն ունեմ իր նկատմամբ։ Դրանով ոչ հետաքրքրում եմ, ոչ դրա անունը լսում եմ, ես վատանում եմ։ Ում անուն ես լսում վատանում։ Այն աննորմալի, Անորմալ, նույն երակով չեթում աղբերես։ Կանոջանետի կապ չունի, դու ես իրեք համից, ես մենք ինչքան ցավում ենք, դու չիմանը Դե դուք ներկայացրեք շողիկնա, ներկայացրու ինձ ձևի տղայել է քո աղբերը։ ներկայացրի։ Լկտի, առնվազն լկտի, անբարոյական։ երկու երեխեքի հարսանիքին չեմ կան չէ իրան, էլ ոնց ասեմ, հասկանում եք ինչ եմ ասում Ես 40 տարիստեղ եմ, ես 4 անգամ իր տուն չեմ գնացել։ Քո համար ոնց է։ Իմ բարուր իմ գրկին ինքը ինձ տանից խրկել է։ Նա ինձ համար ով Ես է։ եկել եմ հարևանները կարան ասեն, Գագայինի, Արևտուրեն Գարեև, ավելի շատ Գագարինը ինձ համար եղբայր էր, քան թե ինքը։ Ես Գագայինի համար 48 սուկ եմ բայել, նոր եմ սափրվել 40-ից հետո։ Ես եղբայր չունեմ, ինքը իմ աղբերը չի, մենք խաշ-խաշ շատ էլ Հովակիմյան։ Հիմա որ մերնի բերեն թաղելու չեք։ Ես չեմ գնալու, ես բնդրեղել եմ ասել։ Քննիչին ասել եմ ցմա դատեք։ Հանգարց որ կմեռնի էլ ինձ տարեկան այդ գերեզմանում դատեք։ Ես հարցամ Կամո ջան։ Քո այդքան ժամանակ լսել ես որ քո աղբերը գիժա։ Ենի ոչ թե մենակ գիժա, լսի։ Չէ, գիժ որպես չէ։ Նա որպես հասկանում ես կռվարար, զակատարած կռիվ, անհաշտ մի անձնավորություն է։ Ես էլ չեմ հաշտվում։ Դե հոգեկան խնդիր կասկածամիտ է եղել ինքը։ Հոգեկան կասկածամիտ, կասկածում էր, քեզ տենար նայեր իրան, կասեր ինչ ես ինձ նայում։ Ինչ ես ծիծաղում ին վրա, ինչ ես կողքովս անցնում։ Ես գիտեմ, բայց ինչքան եմ Ոչ թե հոգե բուժարանի, այլ ինքը կռվարարա։ Մեկը պետք իրանը չասի քո աշկի վերև նունք կապ։ Ով ես դու արա, քեզնից ինչ ես ներկայացնում։ Ես երկու տղա եմ ամուսնացրել, իմ ուրախությունը նա ներկա չի եղել։ Ես ոչ թե խափում եմ, ինչ որ վախենում եմ ասում։ Ասма զանգելա, ասելա որ սպանել եմ գնացեք, կնիկը վերցրել ասելա որ ոչ թե սպանելա Պիտի Գագարինեն մենակ սպաներ, մենուհուն էլ, չի սպանել։ Ինքը որոշել էր, որ մենակ Գագարինի պիտի սպաներ։ Կամոյին ուղղակի ասելա, չէ, Կամոյ սկզբից քեզ զանգել Ինձ զանգե, լսի։ Ինձ զանգե դրա համար, քննիչները հեռախոսս 40 օր իրանց մոտ էր։ Անցած 3 շաբթի են վերջն է։ Զանգեց, ասես
շուտարա Գագային ու կնիկի չկան, աղջկաս, ասա թո երեխեքին վեսնի փախնի։ Գոռացել եմ գազան էդ ինչ ես արել, ու զանգել եմ հայրիկին։ Իմ ընկերն է, ձեր խնամի հայրիկին։ Ասել եմ հայրիկ, մետես են գազան էդ ինչ արել, Գագայինին զանգում եմ, չի վերցնում, չկա։ Ես Գագային քան անգամ զանգել եմ Գագայինին։ Ինքն էլ է զանգել Գագայինին, չի վերցրել։ Հետո մի ժամ հետո պարզվել է, գնացել են։ Նոր հետո նոր իմացել ենք։ Ես շոկի մեջ եմ, ես չգիտենք, ես կապ չեմ ունեցել այդ գազանի հետ, դրա համար վերցել են քննիչները հեռախոսը, հետո տվեցին։ Բիմերը գնել մամային էլ էր սպանում, էլի մաման իր այդ էսքի կապ չուն առանցին էր մնում։ Հենա հարևանները կարան ասեն, որ գալիս էի մեկ մամային տենալու, դանակ էր քաշում ինձ վրա։ Ես ինչ որ ասեցի, լրիվ ճշմարտություն եմ ասել իմ սրտից մեջ։ Ես ոչ թե կեղծավոր ձևով եմ ասում վտանգից խուսափելու համար, հենց այն ժամանակ էլ ասել եմ քննիչ, դրանք ծմա տվեք թողեցա։ Իմանան տրան գժիտը տարել գժանոց, հա։ Ոյ ոստվո։ Այդ են գիժը չի որ տանեն գժանոց։ Իրան պիտի դատեն ցմա։ Նորություն ասա, ջո մենք քնած չենք։ Համայնքում խիստ մտահոգված են, թե ինչու Արամուս գյուղի գյուղապետ Ստեփան Հակոբյանը մի օր չբացեց սպանված ամուսինների տանդուրը եւ նրա միայնակ մնացած որդու որբիսությունից չհետաքրքրվեց։ Ինչից է կաշկանդված։ Մեր նկարանող խումբը նաեւ գնաց համայնքապետարան, սակայն համայնքապետարանում վստահեցին, թե գյուղապետը տեղում չէ, իսկ համեր զանգերը նրան մնացին անպատասխան։ Իսկ ուշ կգա, ես իրեն ճիշտ զանգահարում եմ, բայց ինքը անհասանելի է։ Ոնց որ երկրում չի։ Հաստատ։ Թե ուղղակի ասում եք չէ։ Իստեղակալը կլինի, այնքանից հետո կլինի։ Էսի մեր գյուղապետը, Արամուսի գյուղապետը։ Մի անգամ թողար դուրը ծեծեր, ասեր Էրիկ ջան, բանակից նոր ես եկե, ծնողներիդ կորցրել ես, հորդ ու մորդ։ Մի հատ եկե ասի, ինչով ես ապրում, ինչ ես անում, ինչ վիճակում եք ապրում, ինչ կա, ինչ չկա։ Եղել է, չէ, չի եկել։ Ինչ իմանամ։ Ղեկավարը իր տեղակալը այդտեղի բարեկամն է։ Ինքը որ ասում է բարեկամը չի, ցավ տանը։ Մենք ամեն ես Արամուսի աղջիկ եմ, չեմ ճանաչում ով է։ Կաշկանդված են, դրա համար չեն եկել, հա Էրիկի։ Չգիտեմ, կաշկանդված են, իրան ինչ էին անում կաշկանդված։ Ինքը որ կար ավելի լավ պարզերեսով կմտներ, կասեր Էրիկ ջան, ինչ ա եղել, մամայիդ կորցրիր, պապայիդ կորցրիր, ծնողներ չունես, անտերես մնացե, բանակից նոր ես եկե, ջահել տղա ես 21 տարեկան։ Ինչի համար չես եկե։ Բա դու համայնքի ղեկավար ես, քո աջակցությունը ո՞րն է այդ ընտանիքի համար։ Ոչ մի բան։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից փորձեցինք ստանալ հարցի պատասխանը, թե մեկ օրում 4 անձի սպանության գործով մեղադրյալ Թադևոս Հովակիմյանը ի վերջո անմեղսունակ է ճանաչվել եւ կարող է խուսափել պատասխանատվությունից։ Քննչական կոմիտեից հորդորեցին դիմել գրավոր։ Գրավոր դիմումն ուղարկված է։ Կսպասենք քննչական կոմիտեի պատասխանին։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ Արամուսում լռել չեն պատրաստվում։